Հարգելի գործընկերներ, 2017 թվականի բյուջեն քննարկելուց առաջ կուզեի ձեր ուշադրությունը դարձնել երկու արտառոց իրադարձությունների վրա, որ տեղի ունեցան վերջերս։ Երկուսն էլ կապված են մեր երկրի համար բախտորոշ խնդիրների հետ եւ երկու դեպքում էլ մեր պետությունը ցույց տվեց իր վտանգավոր անվճարունակությունը։ Առաջին դեպքը կապված է ընտրական գործընթացի օրինականության մեխանիզմների շուրջ համաձայնագրի ֆինանսավորման հետ։ Եթե հիշում եք, երկրի 5 խորհրդանական ուժերը կնքեցին մի համաձայնագիր, որը Եվրոպական միության ներկայացուցիչը համարեց պատմական ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Եվ իսկապես դրած էր խնդիր ապահովել ժողովրդի եւ հասարակության վստահությունը 2017 թվականի ազգային ժողովի ընտրությունների նկատմամբ։ Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդրից ավելի կարեւոր բան ուղղակի գոյություն չունի, քանի որ մեր երկրի բոլոր խնդիրների լուծումը բխում է հենց ընտրական համակարգի առողջացումից։ Բայց արի ու տես, որ այս պարագայում, որ այս պարզագույն խնդրի իրականացման համար մեր իշխանությունները չէին կարող հայթայթել ընդամենը մի քանի միլիոն դոլար գումար։ Բազմաթիվ քննարկումներ ունեցան կառավարության հետ, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ, եւ մեր կառավարությունը պնդում էր, որ բյուջեում ուղղակի փող չկա։ Հարցը վերջո լուծվեց Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսավորմամբ։ Խոսքը գնում էր 9 միլիոն եվրոյի մասին։ Հիմա մեկ այլ խնդիր։ Այս տխրահռչակ 1000 դրամի օրենքը։ Նորից պարզվեց, որ զինվորականների կյանքի եւ առողջության հատուցման հետ կապված կարևորագույն առաջնային բախտորոշ խնդրի լուծման համար բյուջեում չկա այդ հիմնադրամը աշխատեցնելու համար անհրաժեշտ 5 միլիարդ դրամ, որի պատճառով հակառակ ժողովրդի վրդովմունքի եւ ցասման 500,000 ֆիզիկական անձանց վրա հաստատվեց ամսական 1000 դրամի նոր հարկատեսակ։ Այս երկու իրադարձությունները, երբ առաջնային բախտորոշ կենսական կարիքները հոգալու համար պետությունը ի վիճակի չեղավ բյուջեում փող գտնել, վկայում են մի բան. մեր պետությունը ըստ էության արդեն գտնվում է չհայտարարված դեֆոլտի վիճակի մեջ։ Նույնը վկայում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ներկայացված փաստաթուղթը։ Այդ փաստաթղթից մենք տեղեկանում ենք, որ այս տարվա բյուջեի պակասորդը կազմելու է աներևակայելի 5.8%։ 2017-ից 19 թվականների միջնաժամկետ ծրագրից հասկանում ենք, որ 2020 թվականին մեր պարտքը արդեն կկազմի 6 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ այդ պարտքի սպասարկման համար, նույն այդ 2020 թվականին այդ պարտքի սպասարկման համար կծախսվի բյուջեի 28%-ը։ Ինչպես ասացի, արդեն հարցեր տալու ժամանակ, սա նշանակում է, որ մենք գտնվում ենք պարտքային մի փոսի մեջ, որը գնալով էլ ավելի է խորանում։ Ընդհանրապես այն հանգամանքը, որ մեր պետությունը մեծ պարտք ունի, ինքնին դեռ ոչ մի վատ բան չի նշանակում։ Աշխարհի բոլոր պետությունները, այդ թվում ամենազարգացած եւ կենսունակ տնտեսական համակարգ ունեցող պետությունները ձևավորում են լուրջ պարտքային գործիքներ եւ օգտագործում դրանք երկրի զարգացման համար։ Բայց այդ դեպքում գոյություն ունի առողջ բալանս պարտքի ծավալի եւ զարգացման տեմպերի միջեւ։ Այսինքն, զարգացման առողջ տեմպերը թույլ են տալիս ավելի մեծ միջոցներ պարտվեցնել ավելի ցածր տոկոսներով եւ զարգացնել երկրի տնտեսությունը։ Հայաստանի տնտեսության պարագայում վիճակը բացարձակապես այլ է։ Պարտքի աճը չի զուգակցվում համապատասխան զարգացման տեմպերով։ Կատաստրոֆիկ անկում են ապրել օտարերկրյա ուղղակի ներդրումները։
Եթե 2008 թվականին այդ ներդրումները կազմում էին 1 միլիարդ 182 միլիոն դոլար, 2 տարի առաջ ընդամենը արդեն 388 միլիոն, իսկ անցյալ տարի արդեն 169 միլիոն դոլար։ Ներդրումներ հնան հարաբերակցությունը 2008 թվականի 41%-ից իջել հավասարվել է 2015 թվականին 24%-ին, իսկ համաձայն 2017-19 թվականների ներկայացված միջնաժամկետ ծրագրի ընկնելու է 20%-ից էլ ավելի ցածր։ Այսինքն կառավարությունը ինքն էլ չի պլանավորել երկրի համար որևէ զարգացում։ Մինչդեռ միջազգային տնտեսագետների գնահատականներով Հայաստանի նման երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է ներդրումներ հնա հարաբերակցության 35% չափը։ Պատահական չէ, որ միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը տնտեսության աշխուժացումը խթանելու նպատակով 7 անգամ արդեն որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելու մասին, ինչի հետևանքով 8.75%-ից այն իջել է մինչև 6.5%։ Սակայն տնտեսությունը որևէ լուրջ արձագանք չի տալիս այդ քայլերին։ Սա նշանակում է, որ իրականում մեր տնտեսությունը գտնվում է խորը ստագնացիայի վիճակում։ Դրա ուղիղ հետևանքն է նաև այն, որ աղետալի վիճակում է հայտնվել բանկային համակարգը։ Շահութաբերությունը ըստ ակտիվների առաջին անգամ հասել է բացասականի -0.06%։ Շահութաբերությունը ըստ կապիտալի -4.3%։ Այլևս 7 բանկ գործում են փաստորեն կորցրելով գումարներ։ Բայց իհարկե տնտեսական անկման լավագույն ցուցիչը դա տարեկան 50,000-ի արտագաղթն է եւ 18% չդադարեցող գործազրկությունը։ Ինչի մասին չգիտես ինչու կառավարության բերած փաստաթղթում ոչ մի բան չի ասվում։ Եվ իսկապես, եթե մենք ունենայինք պատասխանատու իշխանություն, պատասխանատու կառավարություն, այն կարձանագրեր արտագաղթի այս ցուցանիշը եւ կներկայացրեր դրա հաղթահարման պլանը, ընդ որում ըստ տարիների։ Դա արված չէ։ Եվ հարց է ծագում, ինչ է կատարվում մի երկրի հետ, երբ նրա զարգացումը հետ է ընկնում պարտքերի կուտակման տեմպերից։ Պարտքի միջազգային դոնորները հասկանում են, որ տվյալ երկիրը ոչ թե կամաց-կամաց դուրս է գալիս պարտքային փոսից, այլ գնալով ավելի ու ավելի շատ է խրվում պարտքերի մեջ առանց երկրի համապատասխան զարգացման։ Այդ դեպքում անմիջապես փոխվում են պարտքի տրամադրման պայմանները։ Պարտքը տալիս են շատ ավելի դժվար եւ շատ ավելի բարձր տոկոսներով, քանի որ այն համարվում է ռիսկային։ Դա է պատճառը, որ մարտի 18-ին համաշխարհային հեղինակավոր Moody's գործակալությունը սահմանեց Հայաստանի պետական պարտատոմսերի համար նոր ռեյտինգ, տեղափոխելով այսպես կոչված BA3 կատեգորիայից B1 կատեգորիա, որը ֆինանսական աշխարհի ժարգոնով կոչվում է աղբային կատեգորիա։ Եթե զարգացման տեմպը շարունակական հետ է մնում պարտքերի կուտակումից, երկրի կառավարությունը ունենում է 3 հնարավորություն։ Առաջինը՝ ծախսերի կրճատումը, բնականաբար դա կնշանակի հնայի անկում, բյուջեի եկամուտների գահավիժում, սոցիալական ծախսերի կրճատում եւ դրա հետ կապված սոցիալական պայթյուն։ Բնական է, որ կառավարությունը նման քայլի չի գնա։ Երկրորդ հնարավորությունը նոր պարտքերի կուտակումն է, սակայն սա նույնպես ելք չէ, քանի որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է 60% սահմանին, ինչից հետո միջազգային ֆինանսական հաստատությունները ընդհանրապես կդադարեն որևէ պարտք տալ Հայաստանին, կամ էլ այնպիսի պայմաններով կտան, որ ավելի կխորացնի Հայաստանի պարտքային փոսը։ Եվ երրորդ հնարավորությունը դա դեֆոլտն է։ Այսինքն կառավարության որոշումը պետական պարտքի հետ վճարման պարտավորության չկատարումը։ Այս դժոխային սցենարներից խուսափելու մի ձև կա՝ զարգացում, ընդ որում շատ արագ։ Երբ ես հարց դրեցի, թե ինչ զարգացման տեմպ պետք է ապահովի, դուք, պարոն Արամյան, պատասխանեցիք, որ դրա համար անհրաժեշտ է ձեր հաշվարկներով 5%։ Ես պատասխանեցի, որ EV Consulting-ը, որը կապված է համաշխարհային այդ ֆորումի հետ, գնահատել է, որ պետք է 7%-անոց աճ։
Ընդ որում սա նաև նրա համար, որ մինչև 2025 թիվը իրավիճակը Հայաստանում կայունանա եւ այդ թվին դադարի արտագաղթը 7% շարունակ աճ, որ մենք կարողանանք երկիրը հանել այս փոսից։ Բայց դուք դրել եք ձեր ծրագրերի մեջ այս տարի գալիք տարի 3.2%, իսկ հետո խղճուկ 4%-ը։ Ինչը դուք եք գտնում, որ բավարար չի երկրի զարգացումը ապահովելու համար։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք փաստորեն զարգացման հարցում հետ ենք ընկնում պարտքերի կուտակման այս տեմպից։ Եվ կառավարությունը ըստ էության հենց ձեր ներկայացված փաստաթղթով ներկայացրել է երկրի շարունակական քայքայման ծրագիր։ Ուրիշ բան չեք ներկայացրել։ Հետո էլ ասում եք, որ բայց մենք այդ իրատեսական տոկոսը դրել ենք, որովհետև եթե 6 ամիս հետո հանգարցակի իշխանությունը ձեզ հանձնենք, գոնե լավ վիճակում հանձնենք։ Ես ձեզ ասում եմ, պետք չի 6 ամիս էլ պահել իշխանությունը։ 6 ամիսը դուք ուղղակի ամենաանարդյունավետ կերպով մսխելու եք այս երկրի վերջին հնարավորությունները։ Հիմա արդեն հրաժարական տվեք, որովհետև այն փաստաթուղթը, որ դուք բերել եք, դա իրականում հրաժարականի մանիֆեստն է։ 6 ամիս էլ մի չարչարեք մեր ժողովրդին։ Հիմա հրաժարական տվեք, որ իշխանության գան այն ուժերը, ովքեր գիտեն երկրի զարգացման բանալին, մենաշնորհների վերացումը, հարկային բեռի թեթևացումը, ներդրումների խրախուսումը եւ այլն եւ այլն։ Իսկ եթե հետաքրքրում է ով է, այդ ծրագիրը Հայ ազգային կոնգրեսը ունի։ Շնորհակալություն։